Այն ուսումնասիրելու ենք կենդանի և անկենդան բնություն թե։ Ես քանի որ հազարել էի ձեզ տանը նկարել ձեր բակից ինչ տեսարան է ասվում, ես հիմա կխնդրեի ձեզ մոտենալ այստեղ, ցույց տալ ձեր նկարները և ասեք, թե դուք ինչ եք տեսել ձեր բակից։ Ով է ուզում գալ։ Մեկի ջանալի։ Արագ է գալիս։ Ես նկարել եմ մեր տունը, տնկիներ, որոնք ասում են փոքրիկ աճել են, ծառեր և տուն։ Շատ լավ ապրես, ով է ուզում շարունակել Արինեքին։ Արագ եմ գալիս։ Ես նկարել եմ տնկիներ, որոնք մի քանիսը աճել են և պատեր։ Պատեր, իսկ ես ժամանակագույն ինչ է։ Պատեր։ Շատ լավ։ Այլ։ Իմ նկարում պատկերված է ավտոմեքենա, այս մեր բակն է, այստեղ ծառեր կան, ցանկապատ և շունիկի Շամբուն, շատ լավ։ Արի այսպես, արի։ Իմ նկարում պատկերված է ամպերը, արևը, սարերը, ծառերը, շունիկը, Շամբունը, գնդակ, իսկ այս մասում, այս ինչ է։ Գեր է խոսում, փոքրիկ գետակ է խոսում, շատ լավ։ Նելի, կարող ես ասել, այն նկարում ինչն է, որ բնությունից է եղել, իսկ ինչն է, որ մարդն է կառուցել։ Այն մարդը ինչ է կառուցել այստեղ։ Տունը, ցանկա, պարտը, շատ լավ։ Իսկ բնությունից ինչն եք տեսնում, ինչն է բնության կողմից։ Տնկիները, ծառերը։ Եկեք դայեք այս նկարների։ Առաջին նկարում դուք տեսնում եք ինչ է պատկերված։ Շենք, որ շենքն է։ Ամենաբարձր շենքն է, այո։ Որտեղ է գտնվում այս շենքը։ Դուբայում, Երևանում չէ, Դուբայում, Երանի Երևան կլինի։ Դուբայում է գտնվում և այն աշխարհի ամենաբարձր շենքն է։ Բուրջ Խալիֆա։ Երկրորդ նկարում տեսնում ենք ինչ է պատկերված։ Այս նկարում ինչ է պատկերված։ Բնություն, անտառ, ճիշտ է։ Այստեղ ծառ է, այստեղ ինչ է կարծում, սա կենդանի բնություն է, թե անկենդան։ Կենդանի բնություն է։ Իսկ սա տեսնում ենք, որ բոլոր նկարներում պատկերված նկարները բնությունից է, չէ, իսկ երկրորդ շարքում անկենդան բնություն։ Դուք կարող եք ասել անկենդան և կենդանի բնության տարբերությունները։ Այն եկեք նայելով նկարներին, այստեղ պատկերված է ծաղիկ, այստեղ պատկերված է տուն, եկեք համեմատենք։ Ծաղիկ ինչ է անում։ Մեծանում է, շարժվում է, իսկ տունը անկենդան բնությունը կարող է միայն լինել փոփոխվել, տարիների ընթացքում փոփոխվել։ Ինչ է սա։ Այս սա ինչ է։ Բնություն է շատ ապրել։
Արջեր, ապրեք։ Սա ևս կենդանի բնություն է։ Այստեղ տեսնում ենք ծաղիկներ, ճիշտ է։ Հաջորդ նկարում մենք կտեսնենք ինչ է սա։ Ջրվեժ, ճիշտ է, մեծ գետ է, որի վրա կա ջրվեժ։ Այդ տեսնում եք Աղյուծ է լեապարդ, այո, հեպարդն է։ Այստեղ տեսնում եք գետ է, լիճ է։ Վեց է, ճիշտ է։ Եվ հիմա տեսնում եք կենդանի բնության բաղադրիչներն են։ Մենք մարդիկ կենդանիները դուք էլ ասեք։ Ձկները, զիջակները, սրտերը, ծառաները, խոտերը, թրջունները, ծաղիկները, ապրեք։ Հիմա անկենդան բնությունից ենք բաղադրիչներ տեսնում։ Աները, ասեք բոլորը, բնության մաս է։ Եվ այնտեղ տեսնում ենք որն է ավելորդը, ապա դիտենք որն է ինչու։ Կենդանի և անկենդան բնություն։ Արտիջաները իմաք ես, շատ։ Սկսեցինք։ Ուշադրեք, որն է ավելորդը։ Առաջին նկարում պատկերված է ինչ։ Ամեծ, հետո ծառ, ջուր։ Որն է ավելորդը։ Ինչու։ Անկենդան բնություն է։ Դες դուք ճիշտ եք պատասխանել, թե ոչ։ Այո, ճիշտ եք պատասխանել։ Ազատ, պիտի գտնել ավելորդը։ Առաջին նկարում բնություն, որն է ավելորդը։ Բոլորը, կանե ջանասա, որովհետև բոլորը կենդանի բնություն է, իսկ ձյունը կենդանի բնություն չէ, դրան անվանում ենք անկենդան բնություն։ Տեսեք։ Գտիր ավելորդը։ Առաջին նկարում ամենամեծ շենքը, երկրորդում սուն, որն է ավելորդը։ Կենդանի բնություն, տեսեք ճիշտ ենք մտածել։ Եվ ինչ է գրված։ Կենդանի բնություն և անկենդան բնություն, պիտի հավելվածություն կատարենք և ասենք ինչն է բնորոշ կենդանի բնությանը, ինչն է բնորոշ անկենդան բնությանը։ Առաջինը, ինչն է բնորոշ կենդանի բնությանը, ձեռք ենք բարձրացնում, ինչն է բնորոշ Արտիջան, կենդանի բնության բաղադրիչները ինչ են անում։ Ծնվում են բարձրաձայն ասա, համաձայն եք։ Այո։ Գրի։ Դուք ասեք, մինչև ների գրի, ասա Արտիջան։ Աճում են, շատ ապրեն, ասա Մարիամ ջան։ Մահանում են, ճիշտ է։ Մահանում են, ճիշտ է։ Հիմա մենք տեսնում ենք այստեղ պատկերված են փոքրիկ թղթիկներ, որի վրա կան կենդանի և անկենդան բնությունից ընտրված տարրեր։ Հարաբերակ մոտենում եք, ասում եք ինչ է, վերցնում եք, ամեն փակցում եք համապատասխան սյունյակը։ Պարզ եք։ Այո։ Արի ջանան, բաստո։ Արի։ Միլենան, նույն արի։ Միլենան
քննարկենք։ Հետո միասին կքննարկենք, սխալ է թե ճիշտ է։ Լիլի տարի, հաջորդը։ Վերցնում եք։ Արի Մարիամ ջան։ Մարիամ શું տանը։ Կարի ջան դու էլ արի։ Զույգերով մոտեցեք արի։ Արի ասել։ Այստեղ պատկերված բոլոր նկարները այո կենդանի բնության են պատկանում, ճիշտ է, շատ լավ է, շապարեք։ Ես բառեր եմ կպատկերում, որը որ անշարժ բնության կպատկանի, դուք ուղիղ անշարժ կկանեք, անկենդան բնության։ Որը որ կենդանի բնություն է, դուք նրա նման շարժում կկատարեք, դա? Ահա, արի ասեմ, կանգնի։ Շատ լավ, սկսեցինք։ Շուն, ծառ, կենդանի է թե անկենդան։ Այդ ծառն ինչ կարող է լինել։ Շար, ճիշտ է, շատ լավ է։ Արև, կանգնեցինք անշարժ, շապեր։ Թրջուն, վրան, շատ լավ է, քար։ Հիմա երեխաներ, մենք խմբային առաջադրանք ենք կատարելու, արդեն դասարանը բաժանված է 3 խմբի, առաջին խումբը Լիլիթենց խումբն է, երկրորդը Արիթենցը, երրորդը Մարիամից։ Լիլի, ձեր առաջադրանքը հետևյալը է։ Ենթադրենք, պատկերացրեք, որ դուք հայտնվել եք մի տարօրինակ երկրում, մի այնպիսի պետության մեջ, որտեղ թագավորը այսպիսի մի օրենք է սահմանել, որ ոչ մի ծաղկի, ոչ մի ծառ, ոչ մի այդպիսի կենդանի բնության ջուր չեն լցնել։ Թագավորը մի տարօրինակ որոշում է կայացրել։ Ինչ կլինի այդ դեպքում շրջակա միջավայրի հետ եւ ինչ կանեիք դուք։ Բարձ է առաջադրանք, շատ լավ։ Երկրորդ խումբ, Արիթ ջան, ձեր խմբի հետևյալ մասնագիտություն։ Ընտրում եք մի կենդանի բնության մի տարր, մի բաղադրիչ եւ նրա վերաբերյալ հորինում եք անելու։ Հետո առաջարկեք դասարանը, տեսնենք դուք մշակեք թե ոչ։ Սա է երկված։ Շատ։ Իսկ երրորդ խումբը Մարիամից խումբն է։ Մարիամ ջան, դուք երեխում եք անկենդան բնության որևէ մի տարր, օրինակ դպրոց, շենք, չգիտեմ, լև, արեգակ, մոլորակ եւ բնութագրում եք, փորձում եք բնութագրել, մի քանի նախադասությամբ փորձում բնութագրել դրանց։ Ձեր առաջադրանքները եկած։ Այո։ Շատ։ Հիմա սկսեցինք։ Խմբային աշխատանքի տալիս եմ 3-4 րոպե ժամանակ, բարակարակ կրում եք եւ փորձում եք դրանց։ Всегда очень Եթե չջրեք ծառերն ու ծաղիկները, ապա դրանք կչորանան և բնությունը կմահանա։ Կփորձեինք համոզել թագավորի փոխել մուտքից։ Իսկ եթե չստացվեր, գիշերները թաքուն կատնանային և ընկերների օգնությամբ կջրեինք։ Շատ ապրեք։ Արիթ ջան։ Իջնայինք ունի սպիտակ կոչ կարմիր գլխական ջրեք դա դուրս կգա։ Ի՞նչն է։ Դպրոցը շատ գեղեցիկ է։ Դպրոցն ունի երկրորդ հարկ։ 2 հարկ։ 12 դասարան։ Ես սովորում եմ երկրորդ հարկում, երկրորդ դասարանում։ Հետաքրքիր փոս եք կատարելու։ Լոբ ու հատիկներն ինչ պետք է անենք։ Լցնելու են։ Ամենքի մեջ մի հատ դիր։ Մեկ, մյուսում էլ, ապրես։ Շատ ապրես։ Հիմա ինչ պետք է անենք։ Թակեք։ Լոբիների վրա եք լցնում։ Մի փոքր այստեղ։ Հիմա լոբին ծլելու, մեծանալու և աճելու համար պետք է ջրեք, և ինչ է պետք, հող է պետք, և ինչ է պետք, այ բույսին աճել համար է, այ հող է պետք, և ինչ է պետք, ջերմություն է պետք, լույս է, աղեք, այսինքն եթե անկենդան բնության տարրերը չլինեն, կենդանի բնությունը կարող է աճել մեծանալ, չի կարող, ճիշտ է։ Հիմա ամփոփելով դասը, մենք կարող ենք ասել, որ այս դասին մենք խաղացինք, դասկոտեցինք, համագործակցեցինք, լիքը բաներ իմացանք և պատկերացրեք մի այսպիսի բան եմ առաջարկում ձեզ։
Առավոտը երբ որ դուք տնից դուրս եք գալիս, վերցրել եք ձեզ այդ մի դատարկ պայուսակ և եք գտած։ Ինչ կդնեիք այդ պայուսակի մեջ այս դասից հետո։ Խաղացինք, ճիշտ է, ինչ խաղացինք, համագործակցեցինք ապրել։ Ինչպես կարող ենք այն կիրառել մեր առօրյայում, մեր կյանքում։ Ինչ կտուրներ խաղացինք, ինչպես այն կարող ենք կիրառել մեր կյանքում։ Իսկ բնությունը կպահպանենք թե ոչ։ Կպահպանենք։ Ինչ կարելի բնությունը։ Ատում կպահենք, շատ ապրենք և ինչ կխնամենք, բնությունից է կախված մեր ամբողջ կյանքի ընթացքը։ Այսքանով ավարտեցինք դասը, շատ շնորհակալ եմ բոլորիցին։